Համլետ Դվոյան Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգ։ Կրթություն 1990-ից 1996 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում, որակավորումը բուժական գործ։ 1996-ից 1999 թվականներին սովորել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայում ուրոլոգիա մասնագիտությամբ։ Մասնագիտական գործունեություն 2000-ից 2005 թվականներին աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնում որպես բժիշկ ուրոլոգ։ 2005 թվականից առ այսօր բժիշկ ուրոլոգ է Իզմիրլյան բժշկական կենտրոնում։ 2014 թվականից առ այսօր դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանի ուրոլոգիա եւ անդրոնոլոգիա ամբիոնում։ Վերապատրաստում 2015, 2018 եւ 2022 թվականներին մասնակցել է դասախոսների վերապատրաստման ծրագրին։ 2021 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանում մասնակցել է ուրոլոգիայի եւ անդրոլոգիայի ամբիոնում կազմակերպված բժիշկների կատարելագործման դասընթացներին։ 2017-ից 2021 թվականներին մասնակցել է բազմաթիվ օնլայն դասընթացների։ 2024 թվականին մասնակցել է միջուկային բժշկության ժամանակակից միտումներ եւ մարտահրավերներ թեմայով դասընթացին։ Նույն թվականին մասնակցել է նաեւ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 24-րդ տարեկան կոնգրեսին նվիրված ասոցիացիայի հիմնադրման 25-ամյակին եւ Եվրոպական ուրոլոգիական դպրոցի դասընթացին։ Հայկական, եվրոպական, ռուսական ուրոլոգիական ասոցիացիաների անդամ է։ Ինչ է միզաքարային կամ երիկամաքարային հիվանդությունը։ Միզաքարային հիվանդությունը կամ երիկամաքարային հիվանդությունը դեռ հնագույն ժամանակներից մարդկության հետ սկսված, ապրած հիվանդությունը, որի ժամանակ զարգանում են քարեր երիկամների, միզածորանի, բաժակավազանային համակարգի մեջ, միզապարկի մեջ։ Մեզ դա աղային լուծույթ է եւ նյութափոխանակության խանգարման պատճառով եւ բազմաթիվ պատճառներով գրեթե 100-ից ավել պատճառներ կան, որոնք որ բերում են աղերի բյուրեղացման մեզի մեջ եւ որոնց հենքի վրա զարգանում են տարբեր չափսի, ձևի քարեր, տարբեր բնույթի եւ բաղադրության, որոնք որ խնդիրներ են ստեղծում մարդու առողջության, կենսակերպի, ապրելակերպի մեջ։ Որպես կանոն ավելի շատ առաջանում են երիկամների մեջ քարերը, աճ ձախը էական նշանակություն չունի եւ ստատիստիկորեն կանանց եւ տղամարդկանց մոտ գրեթե նույն հաճախականությամբ են հանդիպում զարգացումը եւ դա կախված է նաեւ անատոմիական կառուցվածքից, երիկամների, միզուղիների անատոմիական կառուցվածքից, որոնք կարող են պատճառ հանդիսանալ մեզի կանգի եւ երիկամներում կամ միզածորանում քարի առաջացման պատճառ։ Որպես կանոն առաջանում են երիկամների մեջ քարերը եւ երբեմն ինքնուրույն կամ գործողության հետևանքով էվակուացվում միզածորանի մեջ կամ միզապարկի մեջ եւ այնուհետեւ ինքնուրույն էվակուացվում են։ Ինչ գանգատներ եւ բարդություններ կարող են լինել։ Հիմնական գանգատները դրանք ցավն են, որպես կանոն երբ որ տեղի ունենում միզուղների խցանում, հատկապես միզածորանի մեջ շարժվելով, վերին երրորդականից անատոմիան են տարբերում ենք միջին եւ ստորին երրորդական, որտեղ քարերը խցանելով առաջացնում են սուր նոպայաձև ցավեր, երիկամային խիտ հասված է ժողովրդի մեջ տարածված, այդ այսպես կոչված երբեմն ռուսական տերմինով պրիստուպներ են ասում, եւ որը որ անհետաձգելի վիճակ է ստեղծում եւ անապահ պետք է հնարավորինչափ շուտ օգնություն ցույց տալ, որովհետև դա կարող է բերել նույնիսկ ցավային շոկի։ Ընդհանուր մինչև միզային ինֆեկցիայի զարգացման, այնուհետև ջերմության բարձրացման, դողսարսուռ, ցավոքսերբի, երբեմն սեպսիսի զարգացման, ընդհանուր մինչև մահ։ Ցավալի երևույթ է, բայց ամբողջ աշխարհում դա հավասարեցված չի առայժմ 0-ի, որովհետև լինիայով տեղեկացված եւ ազգաբնակչությունը եւ մարդիկ համակարգչային ամբողջ տեխնոլոգիաները կարդալով, իմանալով, կրթվելով միևնույնն է հասնում ենք այնպիսի ծայրահեղ վիճակների, երբ որ մենք բժիշկներս պացիենտի հետ, բուժառուի հետ փորձում ենք կյանքի ու մահվան դեմ պայքարել թեկուզ փոքրիկ քարի պատճառով։ Բացի դա կարող է լինել մեզ մեջ արյան արկայություն, որպես կանոն, որը որ տարբերակիչ անպայման պետք է ախտորոշում իրականացնել եւ տարբերակել միզուղիների ուռուցքային պրոցեսների հետ։ Ինչպես է ախտորոշվում հիվանդությունը։ Որպես կանոն ախտորոշումը բնականաբար պետք է անկախ նորագույն տեխնոլոգիաներից
պետք է սկսել բուժառուի հետ զննումից, անամնեզի այս հիշողության հավաքումից եւ նախկինում ունեցած խնդիրներից, որոնք որ եղել են, որը մեծ ինֆորմացիա կարող է տալ եւ բժշկին, հետագա բուժման process-ը ճիշտ կազմակերպելու համար սկսում ենք հարցուփորձից, հասկանալու համար նախկինում ունեցել են խնդիրներ, ոնց է սկսվել ցավերի բնույթը նույնիսկ ինչպես է, որ հատվածում է գոտկատեղի ցավեր, երբեմն դրանք կարող են լինել ներքևում որովայնում ցավեր, որը որ բնորոշ լինի, ենթադրենք սուր ապենդիցիտին, այսինքն կույրարկի բորբոքմանը, եւ որի համար տարբերակի ախտորոշում անելը հետագայում հարկավոր է հասարակ ոչ վնասակար հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն, որովայն, երիկամներ, միզապարկ գնահատելու համար որ հատվածում ինչ չափսի քար կարող է լինել, խցանված են միզուղները, խցանված չեն եւ զուգահեռ խնդիրներ ունենք այլ օրգան համակարգերի հետ կապված թե չէ։ Եվ ճառագայթային հետազոտություններից ռենտգեն հետազոտությունը անպայման պետք է կատարվի, տարբերակելու համար ռենտգեն պոզիտիվ քարեր են, երևացող ռենտգենի թե նեգատիվ քարեր են։ Եթե մեզ այս երկու հետազոտությունները բավարար չեն լինում, անպայման անհրաժեշտ է լինում կատարել համակարգչային տոմոգրաֆիա կոնտրաստային հետազոտությամբ, որը մեզ ավելի մանրակրկիտ ինֆորմացիա է տալիս քարի ձևը, չափսը, խտությունը հասկանալու համար հետագա բուժական տակտիկան եւ արկա անոմալիաներ գոյություն ունեն թե չունեն, ինչը մեզ կարող է խանգարել բուժման խնդիրների մեջ։ Շատ մեծ ինֆորմացիա է մեզ տալիս համակարգչային տոմոգրաֆիայի օգնությանը դիմելուց։ Հասարակ դեպքերում հնարավոր լինում սոնոգրաֆիկ եւ ռենտգեն հետազոտություններով ախտորոշումը կոնկրետ քարի արկայությունը եւ գոյությունը հատվածը հստակեցնելու համար, բացի դա լաբորատոր հետազոտությունները բնականաբար հայրան բիոքիմիական հետազոտություն, ընդհանուր հետազոտություն եւ մեզի քննությունը անպայման հասկանալու համար ինչ տեսակ բյուրեղներ կան կամ բյուրեղներ, ինչ բնույթի են, միզային ինֆեկցիայի արկայությունը անպայման պետք է հստակեցնել, որտեղ բուժման մեջ շատ հաճախ հարկավոր է լինում դրենավորումից հետո կիրառել հակաբակտերիալ թերապիան նաև։ Ինֆեկցիան ամենադժվար եւ ամենաբարդ խնդիրն է, երբ որ զարգանում է սուր երիկամային հիվանդություն, սուր պիելոնեֆրիտ, եւ որի ժամանակ կարող է նաեւ կյանքի հետ անհամատեղելի իրավիճակներ զարգանալ, ընդհանուր մինչեւ աբսեսի թարախակույտի ձևավորման երիկամի։ Բուժման ինչ մեթոդներ կան։ Բուժման մեթոդները մինչև 0.3-0.4 մմ-անոց քարի համար որպես կանոն դեղորայքային բուժումը մեծ էֆեկտիվություն տալիս է եւ հաջողում է շատ հաճախ ինքնաբերաբար էվակուացնել քարը, հատկապես երիկամի եւ միզածորանի։ Մեծ քարերի ժամանակ որպես կանոն 0.5-ից 0.6 սանտիմետրանոց քարից սկսած ինքնուրույն էվակուացիան գրեթե 20%-ի ընդամենը հասնում եւ վերին միզուղիների, ստորին միզուղիների քարերի ժամանակ մենք օգտագործում ենք մեր ժամանակակից մեթոդները, հեռահար քարափշրումը, որ ցարկերը որ հանրապետությունում գրեթե նորմալ բոլոր կլինիկաներում արդեն կան եւ նաեւ մեր կլինիկայում գերազանցության կենտրոն ստեղծելով արդեն երկուսը ունենք այդ սարքերից եւ չհաշված հեռահար քարափշրումը նաեւ էնդոսկոպիկ միջամտության սարքերը եւ ճկուն գործիքները, որոնցով որ հնարավոր է լինում երիկամի մեջ մտնել, գրեթե բոլոր բաժակների մեջ մտնել եւ ինքը երիկամի կառուցվածքով բազմաթիվ բաժակներ ունի, որոնց մեջ կարող են, այսպես ասած, թաքնվել քարերը եւ անհնար լինի ուղիղ ոչ ճկվող գործիքով դա տեսնել եւ ճկվող գործիքով դա հաջողվում է տեսնել եւ լազերի օգնությամբ մանրացնել, բեկորների վերացնել եւ հեռացնել։ Ինչպես նաև բարդ դեպքերում պունկցիոն նեֆրոստոլիտոտրիպսիա է կոչվում, երբ որ կողաղի տակից պունկցիոն եղանակով էնդոսկոպիկ միջամտությունը արդեն ինվազիվ, այսինքն ծակելով կտրվածք է կատարում փոքրիկ եւ կողքից գոտկատեղից հնարավոր լինում մտնել երիկամի մեջ եւ էվակուացնել գրեթե կարելի ասել ցանկացած չափսի քար 1-2 անցքով հնարավոր լինում լազեր օգնությամբ փշրել եւ հեռացնել։ Որ հիվանդություններին զուգահեռ կարող է միզաքարային հիվանդություն զարգանալ։
Միզաքարային հիվանդությունը ախտորոշելուց երբեմն բժիշկները, հատկապես երիտասարդները չպետք է անգամից հանգստանան, որ ընդամենը գործ ունեն մենակ միզաքարային հիվանդության հետ, որովհետև 50-60%-ից ավել դեպքերում միզային ինֆեկցիային զուգահեռ խնդիրը առկա է լինում։ Էնդոկրին խնդիրներ ունեցող պացիենտներ, այսինքն պացիենտին բուժառուին անպայման պետք է նայել որպես ընդհանուր օրգանիզմ եւ բոլոր օրգան համակարգերին ուշադրություն դարձնել, էնդոկրին համակարգին հատկապես վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներին պետք է ուշադրություն դարձնել, որոնք որ կարող են պատճառ հանդիսանալ քարի առաջացման, այսինքն մենք քարը բուժելով, հեռացնելով հիմնական մենք հետևանքն ենք վերացնում, այլ ոչ թե պատճառը։ Բացի դա նաև արյունամիզություն ունեցող բուժառուների մոտ պետք է ուշադիր լինել զուգահեռ ընթացող ուռուցքային պրոցեսների վերաբերյալ, որը որ եւս խնդիր է, որ այնուհետև չախտորոշենք քարի հեռացնելուց հետո, որ նաև կա միզուղիներում որովից է հատվածում ուռուցքային պրոցես, որտեղ գրականության տվյալներով գրեթե 30% դեպքերում կարող են զուգորդվել միզաքարային հիվանդություններ եւ միզուղիների որովից է հատվածի փոփոխաբջջային կամ տափակբջջային քաղցկեղը։ Ինչն է ձեզ ստիպում ամեն օր արթնանալ ու շարունակել ձեր առօրյան նույն նվիրումով։ Երևի ռեֆլեքս է դարձել արդեն, նվիրումով աշխատանքը, այն ինչ որ մենք կատարում ենք, ես համար սովորական է թվում, հետագայում կողքից երբեմն երբ որ դիտում փիլիսոփայի աչքերով նայում ես, հասկանում ես, որ բավական լուրջ գործ ենք անում կյանքի հետ գործ ունենալուց, այդ կյանքեր փրկելը հումանիզմը, որ կարողանաս մարդկանց օգտակար լինես, հանկարծ չսայթաքես ու բոլորին հասցնես օգնես։ Երևի օգնելու մարդկանց ցավերից ազատելու պարտավորվածությունը Աստծո շնորհքը է երևի։ Հաճախ է լինում, որ պացիենտի համար ոչ միայն բժիշկ, այլև հոգեբան եք դառնում։ Առաջին հերթին հոգեբան, հետո նոր բժիշկ։ Անկախ մասնագիտությունից փորձում ենք, եթե մենք չկարողանանք բուժառուի հետ կոնտակտի մեջ մտնել եւ վստահություն ձեռք բերել, փոխադարձ, այնուհետև շատ դժվար է լինում եւ հաջողության հասնելը եւս։ Կարդալ մարդկանց մտքերը, թե կառավարել ժամանակը։ Եվ նա։ Կարդալ մարդկանց մտքերը դժվար է լինում, չնայած բժիշկներս երբեմն ընդհանրապես բարևելուց արդեն մարդու բնույթը եւ միտքն էլ փորձում ես ընկալել։ Ցավոք սրտի ինտուիտիվ շատ հաճախ տենց է ստացվում։ Սկզբից մտածում էի, որ ավելի լավ է սխալվեմ այդ մտքերիս հետ, անդադ ինքնակննադատում ես, որ միգուցե ինքը շատ լավն էր, ես վատ մտածեցի կամ հակառակը, ես վատ մտածեցի, բայց ինքը շատ լավն է։ Բայց այնուհետև կյանքի փորձը բերեց նրան, որ ցավոք սրտի մի անգամից մի քանի նախադասություններից մարդկանց ճանաչում ես ինտուիցիայով, չգիտեմ, այդ ինչ զգացողություն է, ոնց է ստացվում։ Ժամանակը կառավարելը ամենադժվարն է լինում։ Փորձում ենք եւ ընտանիքին նվիրվել, որովհետեւ դա ամենադժվար ու բարդն է լինում։ Շատ քիչ է ժամանակ ընտանիքի համար լինում։ Երազանք, որը դեռ չի կատարվել։ Ֆուտբոլիստ պետք է դառնայի, բայց արդեն չի լինի։ Ինչ եք անում, երբ ցանկանում եք ծանր աշխատանքային օրվանից հետո լիակատար կտրվել աշխարհից։ Երեխաներիս հետ, արդեն թոռնիկներիս հետ խաղալ։